Բարև ձեզ հարազատներս, այսօր մի շատ լուրջ մանկաբարձական թեմա կսկսենք անցնել, դա պրեէկլամպսիան է, երևի լսել եք այս թեման, ովքեր որ չեն լսել կամ կարծում են, որ իրանց համար կարևոր չի, այս տեսահոլովակները շատ կարևոր իմաստ ունեն, որ գիտելիք է, պրոֆեսիոնալ գիտելիք է, որ ձեռք բերեք, կարող եք հետագայում օգտակար լինել թե ձեր երեխաներին, թոռներին, շրջապատին, շատ կարևոր է։ Հիշեցնեմ, որ մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների թեկնածու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն պրեէկլամպսիան շատ լուրջ հիվանդություն է, հղիության ժամանակ է, միայն հղիներին է բնորոշ այս հիվանդությունը ու մայրական մահացության 5 կարևոր պատճառներից մեկն է հանդիսանում պրեէկլամպսիան։ Մեր երկրում կան ոչ ճիշտ դրված ախտորոշումներ, որ պրեէկլամպսիային դնում, քանի որ բայց իրականում պրեէկլամպսիա չկա, բայց կարևորը որ բաց չթողենք, այսինքն լուրջ հիվանդություն է, որ կարող է բերել թե մոր, թե մանկան մահվան կամ հիվանդացությունների բարձրացման։ Եթե մեխանիզմը հասկանաք պրեէկլամպսիան ինչպես է զարգանում, ձեզ համար արդեն հեշտ է լինելու հասկանալ մնացած թե ինչպես են ախտորոշում, ինչպես ժամանակին դիմել բժշկի եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ուրեմն հիշում ենք, որ արգանդում է երեխան մեծանում, արգանդը մեծ օրգան է, արգանդին կպնում է ընկերքը, ընկերքից երեխան մոր արյունից ստանում է թթվածին, նյութեր եւ պորտալարով այդ ամեն ինչը գնում է երեխային։ Այս ընկերքով է պայմանավորված այդ պրեէկլամպսիան, ուրեմն ինչ է տեղի ունենում։ Նորմայում այդ ընկերքը դեռ սկզբնական օրերին է երեխայի ձևավորվում, այդ ընկերքը թափանցում է արգանդի զարկերակների մեջ, ուրեմն արգանդի զարկերակները, արգանդի երկու կողմից ունի արգանդային զարկերակներ, որոնք բաժանվում են մանր զարկերակների ու գալիս են ամենավերջին բարակ փոքր զարկերակները, սպիրալաձև զարկերակներ են կոչվում, որոնց մեջ արդեն մխրճվում է այդ ընկերքը, որ ընդեղից նյութեր ստանա։ Հիմա ինչ է տեղի ունենում, այս բոլոր զարկերակները օրգանիզմում ունեն 3 շերտ, ուրեմն ներսից էնդոտելիում է կոչվում, միջինը մկանային շերտը եւ վրայից ադվենցիցիա է կոչվում, փակվում է այդ անոթը։ Ուրեմն անոթները 3 շերտով են։ Ու այդ մկանը անոթների ինչ անում, մկանը սխում է, որ արյունը մեջով անցնի։ Ինչ է տեղի ունենում այս սպիրալաձև զարկերակներում, եւ որ ընկերքը մխրճվում է, որ այդ սպիրալաձև զարկերակներից որ նյութերը որ ստանա, ինքը ձևափոխում է այդ սպիրալաձև զարկերակները եւ այդ զարկերակները կորցնում են իրենց մկանային շերտը։ Ինչ կլինի, եթե զարկերակը մկանային շերտը կորցնի, արդեն չի կարող սխմվել։ Սա հատուկ է Աստծո կողմից այս մեխանիզմը ստեղծված, որ երբ որ ընկերքը մտնում է արդեն այդ սպիրալաձև զարկերակների մեջ, այդ սպիրալաձև զարկերակը չի կարողանալու փակվել։ Արդեն այդ հղիության ժամանակ 9 ամիս այդ պտուղը ստանալու է իրեն ինչքան քանակի պետք է թթվածին եւ կարևոր նյութեր։ Ինչ է տեղի ունենում պրեէկլամպսիայի ժամանակ, խախտում է տեղի ունենում այս process-ում, թե անոթից է, թե ընկերքի խնդիր է, թե սպիրալաձև զարկերակի խնդիր է, այդ մխրճման ժամանակ սպիրալաձև զարկերակը պահպանում է իր մկանային շերտը, ինչ է տեղի ունենում եւ ինքը կծկված է լինում։ Պտղը չի կարող, ընկերքը չի կարող ստանալ բավարար քանակի թթվածին եւ իրեն պետքական նյութեր։ Երբ որ ընկերքը չի ստանում բավարար քանակի թթվածին, տեղի ունենում թթվածնային քաղց ընկերքի։ Երբ որ ընկերքը զգում է թթվածնային քաղցը, ինքը տարբեր նյութեր է արտադրում, որոնք մտնում են տարբեր մեդիատորներ, որոնք մտնում են մոր զարկերակարյան շրջանառություն եւ առաջացնում են անոթների այդ ներսի մակերևույթի, էնդոտելիումի վնասում։ Ամբողջ օրգանիզմում սկսում են վնասվել այդ անոթների ներքին այդ շերտը, էնդոտելիումը։ Ինչ տեղի կունենա, եթե օրգանիզմում սկսեն անոթներ վնասվել։ Իհարկե թթվածնային քաղց կլինի տարբեր օրգաններում, գլխուղեղում, երիկամներում, թոքերում, այսա դրանց մասին պատմելու եմ։ Ամենառաջի օրգանը, որ խախտվում է պրեէկլամպսիայի ժամանակ, դա երիկամներն են, որ սպիտակուց ենք սկսում հայտնաբերել, տեսնում ենք սպիտակուց մեզի մեջ։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, ուրեմն պիտի իմանանք, որ պրեէկլամպսիան, չնայած որ ընկերքը այս process-ը տեղի ունենում առաջին երամսյակում, երբ որ ընկերքը մխրճվում է այդ սպիրալաձև զարկերակների մեջ, բայց հիվանդությունը սկսում է զարգանալ 20 շաբաթականից հետո։
Ինչպես ասեցի, սա միայն հղիության է բնորոշ այս հիվանդությունը եւ պրեէկլամպսիայի ժամանակ տեղի ունենում զարկերակային ճնշման բարձրացում, քանի որ անոթները վնասվել են, սխմված են, զարկերակային ճնշումը բարձրանում է կնոջ մոտ եւ զարկերակային ճնշման հետ մեկտեղ տեղի ունենում որևէ օրգանի կամ մի քանի օրգանների խախտում, շարքից դուրս են գալիս։ Առաջնահերթը դա երիկամներն են, շատ ժամանակ պրեէկլամպսիայի ախտորոշումը դնում ենք, որ զարկերակային ճնշումն է բարձրանում եւ մեզում սպիտակուց ենք տեսնում, բայց կարող է լինել զարկերակային ճնշման բարձրացում եւ գլխուղեղի աշխատանքի խանգարում, սրտի, թոքերի եւ այլն։ Ուրեմն Երբ որ սպիտակուց ինչի համար է օրգանիզմում պետք, բացի նրանից, որ սպիտակուցներից է բաղկացած մեր օրգանիզմը, սպիտակուցը նաև արյան շրջանառության մեջ պահում է արյունը անոթի ներսում։ Երբ որ սպիտակուցը մեզոտ դուրս է գալիս, երիկամները չեն պահում սպիտակուցը, արդեն երիկամը շարքից դուրս է եկել, սպիտակուցը բաց է թողում, ապա անոթից այդ հեղուկը դուրս է գալիս դուրս հյուսվածքների մեջ եւ բերում այտուցների առաջացման։ Կնոջ մոտ երևի հղիության երկրորդ կեսում բնորոշ են ստորին վերջույթների այտուցներ օրվա վերջում, ինչը կապված է մի քանի պատճառներից, քանի որ հղիների երկրորդ կեսում արդեն սկսում են քիչ շարժվել, հորմոնների ազդեցության տակ անոթները նույնպես լայնացած են, բացի դրանից մեծ արգանդը սխմում է երակների վրա եւ արյունը պահպանում թողում է ստորին վերջույթներում, դրանից կարող են այտուցներ լինել նորմայում կնոջ մոտ հղիության վերջին երրորդ երամսյակում, բայց պրեէկլամպսիայի ժամանակ այտուցվել կարող է դեմքը, ձեռքերը եւ ամբողջ մարմինը։ Երբ որ այտուցվում է գլխուղեղը, հղիի մոտ սկսում են գլխացավեր, գլխապտույտ կարող է լինել։ Այդ այտուցվածության պատճառով տեսողական նյարդը կարող է սխմվել եւ առաջացնել տեսողության խանգարումներ, ծակոցներ, աչքի առջև կարող է մութ տեղեր լինեն, որ չի տեսնում արդեն այդ հատվածներում, կարող է ոնց ասում են լույսի նմուշներ լինեն աչքի առաջին, երբ որ հղիի մոտ գլխացավեր են սկսվում, գլխապտույտներ կամ տեսողության խանգարումներ, սա առաջի քայլն է, որ պետք է հղին անմիջապես դիմի բժշկի, սա շատ կարևոր է։ Երբ որ լյարդի այտուցվածություն է տեղի ունենում, հղին սկսում է զգալ ցավեր որովայնի վերին հատվածներում, աջ կողմից մանավանդ, լյարդի այտուցվածությունը կարող է բերել անգամ լյարդի պատռման եւ բերել ներորովայնային արյունահոսություն եւ կինը կարող է դրանից մահանալ։ Թոքերի այտուցվածություն կարող է լինել, որը սկզբից կարող է հազով լինել, հազ լինել սկզբնական նշանը, հետո արդեն օդի պակաս եւ այլն թթվածնի քաղց դա կարող է լինել, ու այսպես բոլոր օրգանները կարող են շարքից դուրս գալ։ Հետաքրքիր է, որ զարկերակային ճնշումը, երբ որ բարձրանում է մարդու մոտ, օրինակ մեծահասակների մոտ, դա պահանջում է երևի մի 10-20 տարի չբուժես զարկերակային ճնշումը, որ դրա հիման վրա արդեն սկսվեն տարբեր օրգանների խախտումներ, աթերոսկլերոզի հետ կապված, ինֆարկտների քանակն է բարձրանում, ինսուլտների, այսինքն գլխուղեղի կաթվածի, բայց արի ուտես հղիության ժամանակ այնքան ուժեղ է այս process-ը տեղի ունենում, այնքան այս ընկերքը, երբ որ թթվածնային քաղց է զգում, այնքան ուժեղ մեդիատորներ է մտցնում կնոջ արյան շրջանառություն, որ սկսում են շատ արագ տեմպերով վնասել անոթները, այսինքն հղիության մի քանի շաբաթների ընթացքում կարող է բերել գլխուղեղի կաթվածի, ինսուլտի, կարող է բերել լյարդի պատռվածքի, թոքերի այտուցի եւ այլն։ Էլ չեմ ասում, որ երեխայի մոտ ինչպիսի խնդիրներ են առաջացնում պրեէկլամպսիայի ժամանակ, երբ որ երեխան արդեն դժվար է աճում, քանի որ ընկերքը թթվածնային քաղց ունի եւ նյութերը չի կարողանում վերցնել, նորից հիշեցնեմ, որովհետեւ սպիրալաձև զարկերակները փակ են, նեղացած են, իրանք պետք է բաց լինեն, իրանց մկանային շերտը պետք է կորցնեն, որ այդ ընկերքը կարողանա բավարար քանակի նյութեր վերցնել։ Ընկերքի թթվածնային քաղց է զգում, նույնն էլ ինչ էլ պորտալարով արդեն քիչ քանակի թթվածին եւ նյութեր է տալիս երեխային,
որի հետևանքով երեխան սկսում է քիչ աճել, աճի դանդաղում է տեղի ունենում ներարգանդային, կարող է մահանալ երեխան, կարող է լինել ընկերքի շերտազատում, բարձր զարկերակային ճնշման պատճառով, որը վտանգավոր է, արյունահոսություն կարող է լինել եւ կինը կարող է մահանալ, մայրական մահացություն լինի եւ պտուղը նույնպես։ Այսպիսով ու ինչպես բուժենք այս հիվանդությունը, ինչպես տեսնում եք այս հիվանդությունը, քանի որ ընկերքով է պայմանավորված, այս ընկերքն է այդ վատ նյութերը մտցնում մոր արյան շրջանառություն եւ սկսում վնասել անոթները, մայրական անոթները, միակ բուժում այս հիվանդության հղիությունը ընդհատելն է, այսինքն ծննդատ լուծել, երեխային շուտ հանել այդ ընկերքի հետ միասին եւ կինը բուժվում է։ Բայց սա մենք չենք կարող անել, երբ որ երեխան դեռ շատ փոքր է։ Օրինակ 34 շաբաթականից հետո իհարկե թեթև տեսակները մենք կարող ենք մինչև 37 շաբաթական պահել, եթե ծանր պրեէկլամպսիա 34 շաբաթականից հետո ծննդալուծելը ոչ մի խնդիր չի ներկայացնում, բայց մեր մոտ խնդիրներ են, երբ որ երեխան դեռ փոքր է, 34 շաբաթականից փոքր է, գիտենք, որ թոքերը դեռ պատրաստ չեն շնչելու, տարբեր օրգանների հետ խնդիրներ կարող են լինել, այստեղ մենք մեծ խնդիր ունենք, որ մի կողմից կինը կարող է ծանր հետևանքներ կնոջ մոտ լինել այդ պրեէկլամպսիայի հետևանքով, մյուս կողմից եթե երեխային շուտ ծննդալուծենք, ծննդաբերվի, երեխան չկարողանա առողջ լինել։ Սրանք արդեն քննարկում ենք հղիի հետ միասին, ռիսկերը հաշվարկում ենք եւ ըստ այդմ որոշում ընդունում։ Մի դրական բան ունի այս պրեէկլամպսիան, որը մեր երկրում ցավոք սրտի խնդիր է նույնպես, ուրեմն քանի որ տեսնում եք այս պրեէկլամպսիան ինչպիսի բարդ ծանր հետևանքներ կարող է ունենալ հղի եւ պտղի կյանքում։ Բուժում գրեթե չունի, բուժումը միայն ծննդալուծելն է։ Եթե ծանր դեպքեր են, պիտի ժամանակին երեխային հանենք, Այդ չեմ ասում, որ արյան վրա է ազդում, անոթներում, այդ նեղացած անոթներում, երբ որ արյան գնդիկները անցնում են, վնասվում են, հեմոլիզ է տեղի ունենում, մի խոսքով արյան կարմիր գնդիկները, տրոմբոցիտները նույնպես վնասվում են եւ սակավում է դրանց քանակը։ Ինչ կանխարգելման մեթոդ ունենք, սա շատ կարևոր է, որ իմանանք հայտնաբերենք ռիսկային խմբի հղիներին։ Հետաքրքիր է, որ ռիսկային խմբի հղիներն են, դա առաջնածիններն են, առաջնածինների մոտ մեծ է հավանականությունը պրեէկլամպսիայի զարգացման, բազմապտուղ հղիությունները։ Եթե կինը նախորդ հղիությունների ժամանակ ունեցել է պրեէկլամպսիա, նույնպես բարձր է ռիսկը, որ այս հղիության ժամանակ նույնպես կարող է լինել, ճարպակալումը, բարձր քաշը, եթե կինը արդեն ունի անոթների հետ խնդիրներ, դա կարող է շաքարային դիաբետ լինել, արդեն բարձր զարկերակային ճնշում ունենա, ինչ-որ աուտոիմուն հիվանդություններ ունենա, որ արդեն անոթները վնասված են, իր մոտ ավելի բարձր է ռիսկը պրեէկլամպսիայի։ Ուրեմն կան ռիսկային խմբի բուժառուներ, որոնց մենք պիտի ժամանակին հայտնաբերենք, բայց մի այսպիսի հետաքրքիր հետազոտություն կա, որը մեր երկրում չգիտես ինչի վճարով է, հղիության վարելը անվճար է, բայց այդ հետազոտությունը տես, որ չգիտես ինչի պետպատվերի մեջ չի մտնում, չնայած միակ կանխարգելման մեթոդն է պրեէկլամպսիայի, որը պարտադիր է բոլորին կատարել։ Ուրեմն ինչ ենք անում, առաջին եռամսյակում, երբ որ կինը հղին գնում է առաջին եռամսյակի սկրինինգի, երբ որ հիմնական նպատակն է, որ պտղի օրգանների զարգացումը տեսնել, Դաունի համախտանիշը ժխտել, այդ հղիության սկրինինգի, այդ առաջի գերձայնային հետազոտության ժամանակ պետք է կատարվի արգանդի զարկերակների դոպլեր հետազոտությունը, երբ որ տեսնում ենք, որ այդ զարկերակները արդեն սխմված են, մեծ բարձր է ռիսկը, որ այս հղիի մոտ կարող է լինել պրեէկլամպսիա հետագայում եւ մենք իրեն նշանակում ենք ասպիրին, փոքր դոզաներով ասպիրին մինչեւ 36 շաբաթական, ինչը կատարում է ասպիրինը, ոնց է կանխարգելում։ Հետաքրքիր է, որ ինչպես հասկացանք, այս ընկերքը մխրճվել է այդ սպիրալաձև զարկերակների մեջ, սպիրալաձև զարկերակները չեն փոխվել, պիտի իրանք մոդելավորվեին եւ իրենց մկանային շերտից զրկվեին, բայց քանի որ մկանային շերտը մնացել է եւ իրանք սխմված են, քիչ թթվածին են բերում ընկերքին,
Այս ասպիրինը լավացնում է շրջանառությունը, այսինքն այդ միկրոտրոմբները բանը վերացնում է, որ արյունը հեշտությամբ մտնի ընկերքի մեջ եւ չթողի, որ ընկերքը թթվածնային քաղց զգա եւ այդ մեդիատորները լցնի մոր արյան շրջանառություն։ Հուսամ հասկանալի ձևով բացատրեցի, ուրեմն սա շատ կարևոր է, որ հղիները, բոլոր հղիները, մանավանդ այն հղիները, որոնք ունեն բարձր ռիսկ պրեկլամսիայի, անգամ բարձր ռիսկ պրեկլամսիայի ես կարծում եմ ես բոլորին կնշանակեի այդ ասպիրինը, եթե հակացություններ չկան, բայց լավ կլինի այս հետազոտությունը արվի, տեսնել, եթե զարկերակները նեղացած չեն, հոսքը նորմալ է այդ զարկերակներում, մոր արգանդի զարկերակներում, ապա գուցե պետք չի այդ ասպիրինը նշանակել։ Սա ուրեմն շատ կարևոր թեմա է, որովհետև կարող ենք եւ կամ կնոջ մոտ խնդիրներ ունենալ մինչև նույն պտղի մոտ։ Այսքան այսօր մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։